Ընդհանրապես կարող են գնալ հայկական բեռներ օդանավով, ասենք Եվրոպական միություն կարող են գնալ Վրաստանի տարածքով, այնուհետև նա կարող են գնալ Թուրքիայի տարածքով, հա, այդպես այլ տարբերակներ էլ կարան լինեն, բայց պակաս ռացիոնալ, օրինակ, չգիտեմ, հասնեն ծոց եւ բան, մենք իրատեսական եւ արդյունավետ ճանապարհներն ենք քննարկում։ Հունիսի 2-ին Կարսում տեղի ունեցավ շատ լուրջ հանդիպում Հայաստանի եւ Թուրքիայի գործարարների միջև, հանդիպումը կազմակերպված էր Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների մասնակցությամբ, առևտրային պալատների մասնակցությամբ եւ կողմից, եւ պետք է ասեմ, որ այս հանդիպումը էականորեն տարբերվում էր նախորդիվ երբևէ եղած, ասենք, չգիտեմ, շփումներից գործարար, որովհետև շատ հագեցած էր օրակարգով, շատ մեծ հետաքրքրություն էր առաջացրել նաև օրինակ Թուրքիայի արևելյան, հյուսիսարևելյան 3 նահանգների գործարար շրջանակների կողմից շատ էական մեծ հետաքրքրություն, եւ ես կարծում եմ, որ սա շատ լավ ստարտ է այս առումով, ես ակնկալում եմ, որ ռացիոնալ ժամկետներում առաջիկայում մենք կունենանք երկրորդ հանդիպումը Հայաստանի Հանրապետության տարածքում, ես տեղյակ եմ, որ կոնկրետ խոսակցություններ են սկսված գործարար շրջանակների, առանձին ընկերությունների կողմից եւ միջև, եւ ես ուրախ կլինեմ, վստահ եմ, որ կտեսնենք այդ խոսակցության շարունակությունը, կտեսնենք այդ խոսակցության նյութականացումը եւ շոշափելի պտուղները, մի գործընթաց է սկսված, որը կհամարձակվեն վստահություն հայտնել մեծ հաշվով չի կանգնելու եւ բերելու է ոչ միայն տնտեսական լավ արդյունքներ, այլև իր հետևից բերելու է նաեւ քաղաքական լավ արդյունքներ։